Կտավատի սերմ, գիտեք ինչքան լավ է, ինչքան առողջարար է, կարգավորում է խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում է գլյուկոզայի, այսինքն շաքարի մակարդակը արյան մեջ, խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ եթե կա խոցային հիվանդություն հաստաղիքում, ապա անպայման սիրելիներս օգտագործեք կտավատ։ Կտավատը կարող եք թրջել, երեկոյան թրջել, իսկ առավոտյան վեր կենալ ուտել կամ աղալ նույն պահին առավոտյան եւ ուտել, մեկ թեյի գթալը, մեկ բաժակ ջրով, բայց եթե ուզում եք էլ ավելի առողջարար, էլ ավելի լավ, էլ ավելի բնական եւ օմեգայով հարուստ, դա իհարկե յուղն է, որը հրաշք է ձեր շաքարի մակարդակի համար, խթանում է ինսուլինի արտադրությունը օրգանիզմում, սիրելիներս, շաքարային դիաբետիկների թիվը չափից ավելի շատ է, անոթների հիվանդների թիվը չափից ավելի շատ, որովհետև շաքարային դիաբետը հենց անոթային հիվանդությունը ախտահարում է անոթները, էլաստիկությունը, իսկ մեր կտավատի յուղը մեկ թեյի գթալը առավոտյան եւ երեկոյան, առավոտյան սոված փորին, երեկոյան սոված վիճակով 2 ժամ առաջ կերած, քնելուց առաջ խմում եք եւ քնում։ Սիրելիներս, այն կարգավորում է ձեր ամբողջ օրգան համակարգերի վիճակը, նյութափոխանակությունը, լինում եք ավելի առողջ, մաշկը լինում է փայլուն եւ ամենակարևորը, շաքարի տոկոսը իջնում է արյան մեջ։ Ես վերջին ժամանակս արդեն սկսել եմ յուրաքանչյուր օր շաբաթվա այցելել գյուղացուն, խոսել նրա տարբեր բիզնեսների տեսակի մասին, եթե կա որևիցե մեկը, որ ուզում է անպայման իր բիզնեսը, որ ես ներկայացնեմ, խնդրում եմ, դուք ինձ ասեք, եւ ես ձեր կողքին եմ, որովհետեւ գյուղացու բիզնեսը աճեցնելով նախ սննդատեսակը կամ բիզնես տեսակը ավելի որակյալ է լինում, ավելի թարմ եւ ամենակարևորը շատ հարմար գներով, որը յուրաքանչյուրին շատ անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Եվ բացի այդ, գյուղացին ապահովում է եւ բիզնեսով, եւ նաեւ աշխատատեղերով։ Սիրելիներս, ես այսօր կտավատի ձեթի մասին եմ խոսում, կտավատի յուղի մասին։ Օգտագործեք ձեր աչքի առաջ քամված, ձեր աչքի առաջ զտված եւ ամենավերջի սարքավորումով առաջացող ձեթը, որը պահպանում է իր բոլոր